Ադրբեջանը հրաժարվել է պատվիրակություն ուղարկել Հայաստանում կայանալիք Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, այդ մասին հայտարարել են Մեջլիսի ներկայացուցիչները, թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, եւ ինչով են պատճառաբանում իրենց այդ որոշումը։ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի հերթական 12-րդ նստաշրջանը իր աշխատանքը կսկսի վաղը Երևանում, այն 3 օր կտևի։ Նշեմ, որ Եվրանեստը ժամանակին ստեղծվել է Եվրամիության եւ Արևելյան գործակցության անդամ պետությունների միջև ինտեգրացիան զարգացնելու նպատակով։ Ադրբեջանը, ինչպես եւ Հայաստանը, Վրաստանը, մի շարք այլ Արևելյան Եվրոպա երկրներ հռչակել էր եվրոինտեգրացումը որպես իր առաջնահերթություններից մեկը։ Եվ հաշվի առնելով դա, փոքր-ինչ անտրամաբանական է եւ անհասկանալի է, որ Ադրբեջանը անտեսում է այսչափ կարևոր միջոցառումը։ Եվրանեստում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Մելի Մեջլիսի падգամավոր Թայիր Միրքիշիլին պարզաբանել է պատճառները, նա ասել է, որ պատճառը այն է, որ Եվրախորհրդարանը ընդունել է մի շարք հայտարարություններ, բանաձևեր, փաստաթղթեր, որոնք հակասում են Ադրբեջանի սուվերենությանը եւ վիրավորում են ադրբեջանական պետականությանը։ Իրականում Եվրախորհրդարանը ի տարբերություն Եվրամիության այլ որոշ կառույցների իրեն թույլ էր տվել հետևողական եւ սկզբունքային մոտեցում, երբ Ադրբեջանը 23 թվականին իրեն ագրեսիա թույլ տվեց Արցախի նկատմամբ եւ այնուհետ էթնիկ զտում այնտեղ իրականացրեց։ Հատուկ բանաձև էր ընդունել Եվրախորհրդարանը, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար վիճակին, որի պատճառը շրջափակումն էր, դատապարտել էին Ադրբեջանի իշխանության կողմից այդ շրջափակման քաղաքականությունը եվրախորհրդարանականները։ Բացի այդ 2023 թվականին արտաքին քաղաքականությանը վերաբերող տարեկան զեկույցում դատապարտել էին եվրախորհրդարանականները Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան։ Այդ ամենը հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունները զանգվածային արշավ էին սկսել Եվրախորհրդարանի դեմ, բայց ինչն է հետաքրքիր, չնայած այդ ամենին Ադրբեջանի Մեջլիսը անցած տարի պատվիրակություն ուղարկեց Բրյուսել, ուր տեղի ունեցավ Եվրանեստի նախորդ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը։ 3 պատվիրակ ներկայացված էր։ Եթե այդպես է, կարծում եմ տեղին հարց է առաջանում, ինչու, եթե դժգոհում են 23 թվականին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերից եւ որոշումներից, 23-24 թվականների Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովին պատվիրակություն ուղարկում են, իսկ 25 թվականի նիստին, որը Երևանում է անցկացվում, չեն ուղարկում։ Իսկապես սա հարցեր է առաջացնում։ Նշեմ, որ Վրաստանի խորհրդարանը նույնպես պատվիրակներ չի ուղարկելու, դե բայց այստեղ ամեն ինչ պարզ է, ամեն ինչ հասկանալի է, այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանի падգամավորները այսպես բացահայտ պաշտպանել էին Վրաստանի ընդդիմությանը, անգամ Վրաստանի ընդդիմության նախաձեռնած փողոցային բողոքի ցույցերին էին մասնակցել, միանգամայն տրամաբանական է, որ Վրաստանում իշխող խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացնում անտեսել այս միջոցառումը։ Այսպիսով ստացվում է, որ Հարավային Կովկասում միակ պետությունը, որը հետևողական է իր եվրոինտեգրացման այդ հռչակած մոտեցումներին, առաջնահերթություններին, դա Հայաստանն է։ Եվ կարծում եմ դրանից պետք է ամենայն դեպս փորձել օգտվել եւ հավանաբար Բրյուսելում արդեն սկսեն այսպես տարբեր աչքով նայել մի կողմից մեզ, մյուս կողմից Ադրբեջանին ու Վրաստանին։ Արտյոմ, հիմա որ ադրբեջանցիները չեն գալիս Երևան Եվրանեստին մասնակցելու պատճառը այն է, որ Երևանում է կայանում, թե պատճառն այլ է։ Դե բնական է հայտարարում են, որ որևէ նշանակություն չունի այն, որ Երևանում է անցկացվում նստաշրջանը, համենայն դեպս պատվիրակության ղեկավար Թայիր Միրքիշիլին հայտարարել է, որ դա որևէ նշանակություն չունի, եթե այլ երկրում անցներ միևնույն է չէին մասնակցի։ Չգիտեմ այդպես է թե ոչ, հաշվի առնելով այն, ինչ քիչ առաջ ասացի, բայց ամեն դեպքում պատերազմից հետո ադրբեջանցի եւ պաշտոնյաներ եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ բազմիցս Երևան այցելել էին, Թարմօրինակ անցած շաբաթ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն էին Երևանում։ Մինչ այդ սեպտեմբերին Ադրբեջանի Թոփշիբաշևի կենտրոնի ներկայացուցիչ Մուրադ Մուրադովն էր Երևանում։ Դրանից առաջ 22 թվականին, եթե չեմ սխալվում, Ադրբեջանի Մեջլիսի 2 падգամավորներ եկել էին Երևանում տարածաշրջանային ինչ-որ ֆորումի մասնակցելու եւ նրանցից մեկը անգամ արժանացել էր Հայաստանի վարչապետի ընդունելությանը։ Դե իսկ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարն էր անգամ Բաքու մեկնել եւ մասնակցել այնտեղ անվտանգության խնդիրներին նվիրված այդ ֆորումին։
Անգամ տեղեկություն կա, իհարկե առայժմ չհաստատված, այն մասին, որ միգուցե Իլհամ Ալիևը անձամբ ժամանի Երևան գալիք տարվա գարնանը, քանի որ Երևանում է տեղի ունենալու եվրոպական քաղաքական հանրության հերթական գագաթնաժողովը։ Նման փոխայցելությունները որքանով են ամրապնդում վստահությունը։ Նայած թե ովքեր են ներկայացված նման ֆորումներին, հա, օրինակ վերջին այդ հայտնի դեպքը, երբ անցած շաբաթ Երևանում ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն էին հավաքվել եւ հավանաբար հայկական կողմը լիարժեք տեղեկացված չէր ադրբեջանական պատվիրակության կազմի մեջ, քանի որ Երևան էր եկել այդ թվում նաեւ Ոմն Դիլարա Էֆենդիևան, ով ինչպես պարզվեց ժամանակին 23 թվականին մասնակցել էր Արցախը շրջափակելու այդ հայտնի տխրահարչակ ակցիային, հա, քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները նման հանդիպումների լիազորում են ներկայանալ իրենց գործակալներին, այլ ոչ թե հասարակական սեկտորի իրական ներկայացուցիչներին, հազիվ թե դա որևէ կերպ նպաստի վստահության մթնոլորտին եւ երկխոսության զարգացմանը։ Դե իսկ երբ իրական փորձագետներ են հանդիպում, իրական ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչներ, դա ինչ որ չափով կարծում եմ նպաստում է գործին։ Շնորհակալություն Արծու։